Այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանի իր կողմից գրված ստատուսները համացանցում փոթորկում են առաջացրել այն կենտրոնացվածությունը, որը նա ուղղել է եկեղեցու կողմ, կուսակրոնության կողմ ու ատելության խոսքը, որը տարածել է դեպի եկեղեցի, չի ընդունվել հասարակության կողմից եւ մի ատելության հետ պատասխանել դեպի Նիկոլ Փաշինյան է գնացել։ Ըստ ձեզ Փաշինյանի այս ստատուսները ինչի հետևանքն են, ինչ է սրանով ուզում հասկացնել եւ սա ինչ ուղերձ կարող է ենթադրել իրենից։ Նախ ես ասեմ, որ մենք որպես ոչ թե Վիկտոր Մնացականյան, այլ որպես հաղթանակ կուսակցության նաև ղեկավար, մենք քննարկել ենք եւ կոչ ենք արել, որպեսզի վարչապետը հրաժարական տա, որտեղ գիտեք, մենք շատ բաների աչք ենք փակել, շատ բաներ փորձել են հավատալ, անգամ նոր կարդացին կենեցից մեկը, ես Արքիսը մնան, եթե չեմ սխալվում, գրել էր, որ դուք եք մեր նման մի քանի անգամ այդ տեքստը կարդացել, որտեղ բոլորս մտածում ենք, որ դա կարող է ասենք ինչ-որ կեղծ լուր է, հա, ինչ-որ չգիտեմ, որ ասում են հեռախոսս կորցրել եմ կամ չարկատակ է կամ եւ այլ հեռախոսի մոտ չի, վաղորդի մոտ է, բայց հասկանում եք, մենք սա խոսում ենք հայ ժողովրդի մասին, Հայաստանի Հանրապետության մասին, մենք խոսում ենք վարչապետի ինստիտուտի մասին։ Դուք պատկերացնում եք, այս խելքով մենք ոնց ենք գնալու դիմագրավենք, չգիտեմ, 21-րդ դարել չեմ ասում հնարավոր պատերազմները, հնարավոր ոնց կարա այս մարդը լինի մեր ղեկավարը։ Շատ դեպքերում մենք փորձել ենք կոռեկտ լինել, շատ փորձերում չգիտեմ, բայց երբ որ վարչապետը նման, չգիտեմ, տես նզովյալ ասեմ, ոնց ասեմ, այդ տեմպով փորձում է վարկաբեկի արդեն ամենակարևոր ամենասուպը, դրանից ավել կոնկրետ ինձ համար, նույնիսկ ոնց որ մեկը իմ ծնողներից հանդեպ մասին խոսա։ Այսինքն վարչապետը անունապես ենք պատկասում ենք, որ չեմ զարմանա, որ վարչապետը վերցնի Facebook-յան ստատուս գրի իմ ծնողների մասին։ Ես համարում եմ, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին, ես համարում եմ որպես թե հետևորդ եկեղեցու, թե քրիստոնյա, բարեպաշտ բոլորը, մենք բոլորս պետք է ընդվզենք, գիտեք, մենք շատ ցավով եմ ասում, շատ դժվարությամբ ինքս հարմարվում նրա դու մեր Արցախի կորստի հետ, մեր ժողովրդի, բայց շատ դեպքերում մարդիկ քիչ երևի շատ пассивություն եւ հենց այս пассивության եւ ամենավատ արդյունքն մեկը սա է, այսինքն բանակի եւ բանակի ղեկավարության հանդեպ տոտալ եւ առհամարոնք վարկաբեկում եւ մնացածը։ Հիմա, չգիտեմ, սկսած մեր մշակութային գործիչների, գիտեք, այդ որ հիմա լարվեմ ուղղակի անպատրաստից կներեք, հա, չեմ կարող, բայց օրինակ ոնց որ ժողովրդական, չգիտեմ, այդ երգիչ, նկարի ժողովրդական արտիստները հանեցին, բայց բերեցին ինչ որ անհասկանալի տարվա հերոս, եթե չեմ սխալվում, անհասկանալի կոչումները։ Իրանք արտանում են, չգիտեն իրականում ինչ պետք է արվի, թե քաղաքային իշխանություն, ասենք, ոնց է որ մի ձեռը չգիտի մյուսն է, հիմա վարչապետը, գիտեք, ես որ դարբերություն ուրիշների չեմ ասում, աթոռը զբաղացնողը, չեմ վիրավորական էպիթետներ ասում, որտեղ իրականում իմ երկրի վարչապետն է, բայց իրականում ես ամաչում եմ։ Ես ամաչում եմ շատ հայեր եմ, պատկերացնում մեր Թուրքի վիճակը, հավատացած եղեք, ես պատկերացնում եմ մեր դիվանագիտական ներկայացուցիչները, դեսպաններ հիմա ինչ խայտարակ վիճակում են, ինչ պետք է արվեն։ Չի կարելի մարդ ասենք մի օր արտանաց, մեկ էլ ասենք այդ պահին, չգիտեմ, գիշեր ինչ ա եղել այդ մարդու հետ, ինչ ա կատարվել, որ ինքը նման արձագանք անում։ Բայց ես անգամ նկատեցի ինքներիցս մեկը քաղաքական գործիչներից, հետաքրքիր բան նկատել, որ ասենք անգամ մի ժամվա մեջ որևէ քպական, որևէ մեկը չարձագանքեց այսօր։ Մեկ է տերմից մի ժամից եւ ինչ որ չաթում բան գրեցին, սկսեցին ով ոնց կարա, ինչ որ մեկը սկրինշոթով, մեկը ինչ որ մատից ծծած հանած ինֆորմացիաները, մեկը ավելադերը բան ցույցին վարկաբեկել եկեղեցուց։ Մարդիկ իրոք չեն հասկանում։ Եկ մարդիկ չեն հասկանում ինչա պետական ծառայությունը, պետական մտածելակերպը, ինչ ազգային, ինչ է ինքնությունը, ինչ է կրոնը, ինչ է ընդհանրապես սուրբ եկեղեցին։ Դրա կատակ չի կարելի անել։ Ինչքան կարելի լավ էս գովազդը բերին դրեցին, չգիտեմ, այն մի բանը տենդերը արեցին, էսի քանդեցին, այնի ծախեցին, այդ մի շենքը քանդեցի, լավ չեն քանում, բայց ինչ միջև երբ կարելի անել։ Բայց եկեղեցու հանդեպ ես ինքս շատ եւ մեր ընկերները տրամադրված ենք շատ վատ, անկեղծ ասած, եւ ես ընդհանրապես կուզենայի կոչ անել, որ մեր Հայաստանի Հանրապետության բնակիչներին ես շատ ուրախ եմ եւ կամ չգիտեմ, որ հիմա այս պահին վերապարտերը քաղաքում չի, որ այդ հոգեբանական այդ ծանր
բանով մի քիչ, բայց երբ որ վերադառնամ, մենք շատ կուզեմ ենք բոլորս հավաքվենք, գնանք օդանավականում դիմավորենք գաղափարը, գնենք եկեղեցու բակ հավաքվենք բոլորս, ուղղակի որ մարդիկ եւ ես արդեն չգիտեմ ոնց ասեմ այսօրվա իշխանություններին, թե կուսակցությունը քաղաքացիական պայմանագիր, թե բոլորը հիմա մտնվզեն, որևէ մեկ այդքան պատգամորից համոզված է, ինչ որ մի բան ամերիկը ծնող ունի, մեկը կին, մեկ թե մատ կարծիք ասեն, ամոթ է, մի բան զանգիկ այդ մարդուն գրեք այդ ձեր չաթում ամոթ է, մի արա այդպես բաներ։ Ես էլ առաջարկում եմ բոլորով եկեք գնանք վաղը, մյուս օրը գնանք եկեղեցի, գնանք եկեղեցու բակ, Էջմիածին հավաքվենք, որ մենք հասկանանք իրականում մենք ուր ենք դեպի շարժվում։ Մեր ազգը մենք ասենք այսքան այնպես դիմագրավել ենք, այսքան փորձություններից եկի հասել ենք, որ ինչ որ մեկը այդ պահին մեր մի սխալին էմոցիոնալ ձեղումների պատճառով զբաղացել է այդ պաշտոնը, ու sense գցել է քացուտակ մեր պետականությունը։ Ես եթե ցանկություններ կլինեն, մի հատ կարելի է քննարկել մի քանի կուզում տարբեր կուսակցությունների կամ հասարակական կազմակերպությունների հետ, ուղղակի չասեմ շատ անկազմակերպ կամ կոնկրետ կազմակերպած ոչ թե ոչ որ քաղաքական, ոչ որևէ հանդիպում, ոչ մի կոչ չանենք, ոչ մի բեմ չլինի, ուղղակի աջակցություն մեր հայ առաքելական սուրբ եկեղեցու, չգիտեմ ոնց ասեմ, գնանք Էջմիածին կանգնենք, ուղղակի բոլորս խելոք կանգնենք, հասկանանք ինչ է մեր վերջը լինելու։ Բայց միանշանակ դատապարտելի է եւ ես կարծում եմ, որ մեր այս հազարավոր տարիներով մեր ազգը պետականությունը, որ 301 թվականին մենք աշխարհին ներկայացել ենք միշտ մի ձև, որպես քրիստոնեություն առաջին ազգային պետություն, ազգային քրիստոնեական պետություն։ Եթե այդ մարդը ինչ-որ կոմպլեքսներ ունի, եթե ինչ-որ մարդիկ սխալմամբ, չգիտեմ, դա ԱԱՑ-ն կլինելով կլինես մարդուն ինչ-որ սխալ ինֆորմացիա ընտեւե, պապկա ընտեւե մարդը խառնել է թացը չորի հետ, մոռացել է, որ ինքը վարչապետ է։ Դա չի նշանակում, որ դա պետք է իշտի ստատուսի ու մի հատ երկար, այդ հազարավոր տարիներ պատմություն ունեցող թե ժողովրդի եւ հատկապես մեր սուրբ եկեղեցու անունը չի կարելի բախարակել, անգամից փորձել անել։ Եթե բան գիտես, պետք է ինքը այդ սուտի այդ իրանց սուտ ինֆորմացիաները վարկաբեկելով, պրոստը պետք է լռեն, տան հրաժարական, գնան, մենք էլ հասկանանք 26 թվին արտահերթա ինչ ենք անում մեր երկիրը այս անդունդից անելու համար։